Ինչի համար է պետք ռազմական տեխնիկան առհասարակ։ Գուցե նրանք տիրապետում են հայոց լեզվին փայլուն, որ հետ գալու պարագայում դու ասես դե սրանք ադրբեջանցի չէ, սրանք հայեր են։ Օրինակ կազմակերպեիք հանրապետության հրապարակում ինչ-որ միջոցառում, որտեղ որ ձեր համախոհներին կբաժանեիք Ալիևի բեխիկների, բայց դու դուրս ես գալի փողոց ու գոռում ես, որ տունը կխլեմ, կտա կդարձնեմ ծերանոց։ Դու դա կասես միանշանակ ու էլի այդ քո կողքը հավաքված այդ տխմարագույն մասան դրան կծափահարի։ Թշնամին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի սրտում ունի իր գործակալական ցանցը, ամբողջ աշխարհը, թե դետորտներն են, թե տեսնի, որ ընտրությունը արդեն կատարվել է, ու իրանք չեն հավաքել բավարար ձայն։ Ռազմական շքերթ, թե շանտաժ ու մանիպուլյացիա։ Գործող իշխանությունը առնվազն վերջին 5 տարիներին, եթե ոչ վերջին 8 տարիների ընթացքում անում է ամեն ինչ, որ խաղաղություն բերի, խաղաղություն հռչակի վերջը։ Նրանք տանուլ տվեցին պատերազմը, մենք կորցրինք Արցախը, տվեցինք բազմահազար զոհեր, ունենք գերիներ, բայց առանց ամոթի նրանք արտասանում են հետևյալ բառերը, որ մենք հպարտ ենք մեր պարտությունով։ Նրանք ամեն օր բոլորին արժանապատիվ հայ մարդկանց մեղադրում են Արցախի դրոշը ծածանելու կամ ուղղակի ցուցադրելու մեջ։ Նրանք վախենում են Արցախ բառից, նրանք վախենում են Արարատը մեր Մասիսը որպես սիմվոլ ներկայացնելուց, նրանք սարսափում են մեր անկախության հռչակագրից, նրանք պատրաստ են անցկացնել հանրաքվե, անգամ երևի թե ոչ էլ անցկացնեն հանրաքվե, փոխեն սահմանադրությունը Ալիևի ուղիղ կարգադրությամբ, բայց արի ու տես, որ պատրաստվում են ռազմական շքերթ անցկացնել Երևանի սրտում։ Հիմա հարց է առաջանում, եթե դուք հայտարարում եք, որ վերջնականապես ու անշրջելիորեն դուք խաղաղություն եք հաստատել մեր դարավոր թշնամու, վաղեմի թշնամու հետ, այլևս չկա ընդհանրապես ոչ մի վտանգ, ապա այդ դեպքում ինչի համար է պետք ռազմական տեխնիկան առհասարակ, չէ որ խաղաղություն է, իսկ խաղաղության ժամանակ կարելի է զբաղվել գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, գիտությունը զարգացնելու, տեխնիկան զարգացնելու, մշակութային ինչ-որ գլուխգործոցներ ստեղծելու համար։ Հիմա դուք ինչի համար եք ռազմական տեխնիկա ցուցադրում։ Այսինքն Արցախ բառը արտասանելուց կամ դրոշը ցույց տալուց մենք սադրում ենք Ալիևին ու պատերազմ հրահրում, բայց Երևանի կենտրոնում ռազմական տեխնիկա ցուցադրելը դա բացարձակ սադրանք չէ։ Ինչի մասին է խոսքը։ Եթե կա adekvat մարդ, որ կարողանա պատասխանել այս հարցին, խնդրում եմ պատասխանեք կամ խնդրում եմ այն մարդկանց, ովքեր որ ունեն հնարավորություն, լրագրողներն են, բլոգերներն են, երբ որ հանդիպեն երկրի առաջին դեմքին, այսպես ասած, թող հարց տան։ Երևանում ռազմական տեխնիկայի ցուցադրելը ինչ նպատակ է հետապնդում։ Գուցե ռազմական տեխնիկան Երևանում ցուցադրելը դա սեփական ժողովրդին ահաբեկելու համար է։ Եթե դրա համար է, ասա իմանանք։ Եթե ռազմական տեխնիկան թշնամիներին ցույց տալու համար է,
մեր բանակի սպառազինությունը, հզորությունը, էլի ասա իմանանք։ Եթե դու Ալիևի հետ վերջնականապես խաղաղություն ես կնքել, ինչի համար ես հիմա ցույց տալիս Ալիևին, թե ինչ զենք ու զինամթերք ունես։ Բացի դա, ռազմական արվեստի ասեր, առաջին դեմքը պաշտպանության նախարարը թող մի հատ մեկնաբանեն, հասկանանք այդ տեխնիկան առհասարակ ինչ խնդիրներ է լուծում։ Մարտարվեստի մեջ, մարտական արվեստի ժամանակ, ռազմական գործողությունների ժամանակ ամեն մի զենք մի խնդիր է լուծում։ Թող բացատրեն մի հատ հասկանանք իրենց սպառազինությունը, ինչ խնդիրներ է ընդունակ լուծել։ Ինչի համար է դա։ Եթե ոչ սեփական ժողովրդին արժանապատիվ հասարակության այն մասը, որ արժանապատիվ է, հայրենասեր է, խելացի է, եթե ոչ նրանց ահաբեկելու համար կամ մանիպուլացնելու համար։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե մեր սահմանները սովորաբար նրանք առհասարակ չեն տիրապետում, թե ինչ բան է սահմանը, ինչ բան է պետությունը, սահմանը թշնամի պետության հետ ինչ տեսք պետք է ունենա, ինչ կահավորում պետք է ունենա, անվտանգության գոտիների մասին պետք է խոսք լինի։ Հենց հիմա մեր ունեցած սահմանները առհասարակ ոչ թե չունեն անվտանգության գոտի, այլ ավելին ադրբեջանական զինված ուժերը նստած են մեր բազմաթիվ գյուղերում, ուղիղ։ Եթե մենք փորձենք մոտենալ այդ հարցին adekvat ու փորձենք տեսնել, նայել այդ տեսանկյունից, որ մեզ անհրաժեշտ է կահավորել մեր սահմանները այնպես ինչպես որ տրամաբանությունն է թելադրում, ապա մենք կկորցնենք մեր սահմաններից դեպի ներս Հայաստանի խորքը առնվազն 10, 15, 20 կիլոմետր։ Այս տրամաբանությամբ եթե նայենք, մենք Հայաստան պիտի ասենք այն տարածքին, որը որ երևի թե կսահմանափակվի արդեն Երևանով ու Երևանի մերձակա տարածքով։ Չնայած եթե նայենք այս կողմից Արարատյան դաշտավայրի, Գեղարքունիքի եւ այլն, այդ 10-15 կիլոմետր հատվածն էլ այլևս չի մնում։ Հիմա եթե դուք ասում եք, որ դուք բերել եք խաղաղություն, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Այն խաղաղության, որ առանց որևէ մի փամփուշտ կրակելու, առանց որևէ մի հոդաբաշխ բառ փոխանակելու թշնամի երկրի ղեկավարության հետ, նրանք քայլելով մտնում են Հայաստան։ Դուք արդեն որ երրորդ օրն է ամեն գնով պաշտպանում եք ձեզ, պնդելով, որ 300,000 ադրբեջանցի Հայաստան չի գալու։ Իսկ Ալիևը պնդում է, որ 300,000 ադրբեջանցի պետք է հետ վերադառնա, բայց երկրի առաջին դեմքը ասում է, որ երաշխավորում եմ, նման բան չի լինի։ Գուցե բացես փակագծեր, գուցե ասես, որ այդ 300,000 հոգին, ովքեր որ պատրաստվում են հայրենադարձ լինել, ինչպես որ իրենք են ասում, որովհետև կա հասարակական կազմակերպություն, որը կոչվում է Արևմտյան Ադրբեջան, ու այնտեղ հավաքագրված են ավելի քան 300,000 հոգի, գուցե դու նրանց տվել ես Հայաստանի Հանրապետության անձնագրեր, գուցե նրանք տիրապետում են հայոց լեզվին փայլուն, որ հետ գալու պարագայում դու ասես դե սրանք ադրբեջանցի չեն, սրանք հայեր են, ու սրանք հայեր են, ովքեր որ գնացել էին, նախկին իշխանությունների օրոք փախել էին, հիմա ես իմ վարած քաղաքականության արդյունքում 300,000 մարդ հետ բերեցի Հայաստան։ Կա պատասխան։ Ենթադրում եմ, որ ձեր
տված պատասխաններն առհասարակ լղոզված, ոչ մի բանի մասին պատասխաններ են լինելու, բայց եթե կա adekvat պատասխան, խնդրեմ, որ adekvat պատասխան տաք։ Հետ վերադառնանք շքերթին, ռազմական։ Իմ կարծիքով ավելի լավ կլիներ ու ազնիվ կլիներ ձեր կողմից, որ ոչ թե ռազմական շքերթ կազմակերպեիք, այլ օրինակ կազմակերպեիք հանրապետության հրապարակում ինչ-որ միջոցառում, որտեղ որ ձեր համախոհներին կբաժանեիք Ալիևի բեխիկներից, բոլորը այդ բեխիկներից կկրեին կեպկաներ, շապիկներ, Ալիևի ու Աթաթուրքի նկարներով ու այդ բեխիկներով հանրապետության հրապարակում ադրբեջանական մշակութային ինչ-որ միջոցառում կանեիք, որտեղ որ Զեյնաբ խանումի երգերը կհնչեին, այ դա ազնիվ կլիներ, որովհետև դուք ավելին անելու ընդունակ չեք, դուք կրում եք Ալիևի բեխիկները, գոնե արհեստական կրեք ու բաժանեք ձեր համախոհներին, թող վերջիվերջո կամաց սովորեն, չէ որ նրանք սիրում են այդ վայնասունը, որը որ մուղամախառն վայնասունը, թող հենց արդեն բնօրինակով լսեն ու սովորեն, սիրեն, դուք էլ տրնգի պարեք, չգիտեմ, ռազմական տեխնիկայի փոխարեն, դուք ձեր ձեռքում պետք է ունենայիք երևի թե սպիտակ դրոշներ, ծածանեիք ու ասեիք, որ մենք պատերազմ չենք ուզում, մենք միայն խաղաղություն ենք ուզում, այլապես չկա տրամաբանություն, եթե դուք հայտարարում եք, որ մենք ընդհանրապես ոչինչ չենք ուզում Ադրբեջանից, մենք հրաժարվել ենք Արցախից, մենք 24 ժամ հրաժարվում ենք մեր հայկական բնակավայրերից, գյուղերից, քաղաքներից, չգիտեմ, որոնց անունը անկլավ եք դնում, ասում եք սովետական շրջանում ինչ-որ կոլխոզ, սովխոզ, երկու կոլխոզի նախագահ իրար հետ պայմանավորվել են, չգիտեմ, մեկը մեկին ինչ-որ բան ա տվել, դա արդյոք մերն ա թե չէ, դա իդիոտիզմ ա, որովհետև ցանկացած երկրի ղեկավար ձգտում ա ոչ միայն պահի այն ինչ որ ունի, նաև ավելացնի, բայց դուք ասում եք դա մերը չի, դա նշանակում ա, եթե բաց թողնենք աղմուկը, որ դուք ձեր խմբակով ոչ թե ներկայացնում եք հայ ժողովրդին ու մեր հայրենիքը ու Հայաստանի Հանրապետությունը, այլ դուք գործուղվել եք Ադրբեջանի կողմից ներսից պայթեցնելու ու վերացնելու ամեն ինչ, ուրիշ տրամաբանություն ձեր քայլերի մեջ չկա, այլ բանա, որ կոկորդ ճղելով, փողոցում գորգռալով, ինչ-որ մարդկանց մեղադրում եք, չգիտեմ, մեկին անվանում եք կալուգացի, ալիգարխ, են մեկին, չգիտեմ, եսի ինչ, մեկին ասում եք մարդը, ազնիվ մարդը փող է աշխատել, տուն է սարքել, հələ մինչև տուն սարքելը բիզնեսներ ունի, տասնյակ հազարավոր մարդիկ են այդ մարդու մոտ աշխատում, տուն պահում, դու այսօր դուրս ես գալի արդեն ավելի քան 8 տարի ունես բացարձակ իշխանություն, դու փողոցում կոկորդը ճղելով տալիս ես այդ մարդու անունը ու ասում ես, որ քո տունը կպետականացնեմ ու կդարձնեմ ծերանոց ու քո շուրջը հավաքված անգրագետ, չգիտեմ, խեղճ, քյասիպ, սոված, մասան կամ քո կողմից ձեր սիրած բառով ասած փողով առած ու փողով ծախված մասան քեզ ծափահարում է։ Ինչ է նշանակում, որ դու կխլես ազնիվ մարդու տունը ու դա կդարձնես ծերանոց։ Մենք արդյոք այսօր ունենք Հայաստանում ծերանոցների անհրաժեշտություն։ Դու ինչա պատրաստվում ես հայ հասարակությանը մեր
տարեցներին բոլորին զրկել իրանց ընտանիքներից, չէ՞ որ դա մեր մշակույթի մի մասնիկն է։ Մենք սիրում ենք մեր ծնողներին, մեր տատիկ-պապիկներին ու առհասարակ եթե ամբողջ աշխարհի մասշտաբով նայենք, մենք մեր մեծերին այնքան ենք սիրում, փայփայում ու պահում ենք անպայման մեր տան մեջ, այլ ոչ թե տներից դուրս անում ու ծերանոցներ ուղարկում։ Մատերի վրա կարելի է հաշվել, թե քանի մարդ ունի դրա անհրաժեշտությունը, ով որ չունի ժառանգներ, միայնակ ծեր մարդա կամ տատիկա կամ պապիկա, չունի խնամող ու պետությունը իհարկե այդ ժամանակ պետքա դա իր ուղիղ գործառույթն է, պետքա մարդուն ապահովել արժանապատիվ ծերություն, բայց դու դուրս ես գալի փողոց ու գոռում ես, որ տունը կխլեմ, կտա կդարձնեմ ծերանոց։ Ու քո շուրջ հավաքված այդ մասան դրան ծափահարում է։ Առանց մի վայրկյան անալիզ անելու ու հասկանալու, որ երբևէ դու մարդու անձնական սեփականությունը հանդիսացող գույքը ոչ միայն չես կարա խլես, ավելին չես կարա պետականացնես ու երբևէ դա ծերանոց չի դառնա, դու դա շատ լավ գիտես, բայց նրանք բնականաբար վաղը մյուս օրը չեն գալու ու չեն կանգնի ու չեն հարցնի, բա ուր է այդ տունը, ես իմ ծեր ծնողին ուզում եմ բրախեմ, հանեմ, տանեմ, ընդեղ պահեմ, բայց տեղ չկա, ու դու էլ կասես, ոնց որ ասում էիր, որ աղքատությունը ձեր գլխում է, ոնց որ դու կառավարության նիստերի ժամանակ հայտարարում ես, որ աղքատ ես, գնա քո գլխի արևի ճարը տես, կառավարությունը պիտի քո մասին հոգ տանի, ու տենց էլ ասելու ես, դու ասելու ես ոնց, կառավարությունը պարտավոր է քո հիվանդ ու ծեր ծնողին տեր կանգնի, բայց եթե քեզ պետք չի, ուրեմն կառավարությանը առհասարակ պետք չի, դու դա կասես միանշանակ ու էլի այդ քո կողքը հավաքված այդ տխմարագույն մասան դրան կծափահարի։ Դուք այնքան չկայացած ու վախկոտ անուղեղ մասա եք այդտեղ հավաքված, որ անգամ մի փոքրիկ վիդեո հոլովակ նկարելուց հետո ֆաս հրահանգ եք տալիս, որ ֆեյքերը մտնեն ու ռոլիկի տակ ամենաայլանդակ բաները գրեն։ Ձեր ֆեյքերը, ովքեր որ ուղղորդվում են ձեր կողմից, ու այն մարդիկ, ովքեր որ սեղմում են այդ ստեղնաշարին, ես վստահ եմ ուղղակի, որ նրանք միանշանակ տենչում են, որ ադրբեջանցի զինյալները մտնեն ու սիրեն իրանց ընտանիքի բոլոր անդամներին։ Ուրիշ կարծիք, ուղղակի գոյություն չունի, այլապես հասկանալով, որ 21-րդ դարում ունենալ պետություն, պահել այդ պետությունը, զարգացնել այդ պետությունը, այլ ոչ թե այդ պետությունը դարձնել փալաս ու շպրտել թշնամու ոտքերի տակ, ինչա թե դու մնաս ու ունենաս բացարձակ իշխանություն, նշանակովի ղեկավար, ինչը որ քեզ բնականաբար ձեռ է տալու, դու ամբողջ մի ազգի դարձնում ես փալաս, պետությունը դարձնում ես փալաս ու վերջնականապես զրոյացնում ես։ Ու կոկորդը ճղելով դուրս ես գալիս, ասում ես ես ձեզ սիրում եմ։ Վերջի վերջո մի օր հնարավոր է անգամ ուղակի ունենալ տղամարդկություն ու լինել ազնիվ ու ազնվորեն կանգնել ասել ժողովուրդ, ես ձեզ չեմ սիրում մեկ, ես ձեզանից զզվում եմ երկու, զզվել եմ մանկուց ու իմ մանկության երազանքն է ջնջել ուղակի հայը, Հայաստանը, առհասարակ այն ամենը, ինչը որ կապված է ազգի ու հայրենիքի հետ, ես ուզում եմ ջնջել։ Ես վստահ եմ, որ դու մեկը ունենալու ես համախոհների մի բանակ, ովքեր որ ծափահարելու են, չէ որ դու ես հորինել ու ստեղծել հպարտ քաղաքացի արտահայտությունը։ Հպարտ քաղաքացին դա ոչինչ չասող, անդեմ, տխմար,
տգետ, ամորֆ ինչ-որ մի գոյանք է։ Դա դու ես ստեղծել ու դու ունես քո համախոհների այդ բանակը, հպարտ քաղաքացի, ով որ չունի ոչ անցյալ, ոչ ապագա, նա ապրում է ներկայում, ու ներկայում այ ընենց ոնց որ դու ասես կիսակռացած փողոցում մոտենում ես սեղանին դրված կերակուրին, ասենք ղազանով խաշլամային, կեղտոտ ձեռներդ կոխում ես խաշլամայի մեջ, սենց հանում, վրատ կաթացնելով բերանդ դնում ու ոսկորները շպրտում պաշտպանության նախարարի առաջ։ Այդ պաշտպանության նախարարի որ ամսի 28-ին ռազմական շքերթ է դիմավորելու ու ղեկավարելու հանրապետության հրապարակում։ Այդ չեք դուք, բայց չէ որ ձեզ սիրում են, որովհետև ձեր համախոհները ձեզ պես են, նրանք աբիժնիկ են իրաց ծնված օրվանից, նրանք սոված են, նրանք սիրում են ձեռները կոխել, կեղտոտ ձեռը կոխել կերակրի մեջ, հանելը տենց ուտել, այ լափը, իսկ նորմալ ազնիվ մարդիկ, ովքեր որ իրենց կերակուրը ի ցույց երբեք չեն դնում, ովքեր որ նստած սեղանի առաջ դանակով ու պատառաքաղով կերակուր են ուտում, ում համար կերակուրը դա երրորդական, չորրորդական բան է, այնքան որ մարմինը լինի առողջ, այ այդ մարդկանց դուք անվանում եք դավաճան, այդ մարդկանց անվանում եք թշնամի, այդ մարդկանց դարձնում եք, չգիտեմ, ձեր սիրած բառն է, KGB-ի ագենտ, նախ KGB որպես այդպիսին վաղուց արդեն դադարել է այդ կառույցը գոյություն ունենալուց, բայց մեկը դուք սիրում եք այդ բառը արտասանել, դուք մարդկանց դարձնում պիտակավորում եք ու դուք չեք ամաչում բնականաբար, որ դուք ինքներդ կաք, եղել եք ու կաք Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից ստեղ ուղղորդված ոչ միայն ագենտներ, ես չգիտեմ, ոչ եթերային բառերով էլ չեմ ուզում ձեզ նկարագրել, դուք ձեր ագենտ լինելը քողարկում եք մեկ ուրիշ տասնյակներով, հարյուրավորներով մարդկանց պիտակավորելով ու ամբողջ օրը նստած համակարգչի վրա ինչ-որ ֆայլեր եք սարքում ու այդ ֆայլը համացանցում տեղադրում, որպես ապացույց բնականաբար դուք վստահ եք, որ ձեր հետևորդները դա տեսնելու են ու ընդունեն որպես իրականություն։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ հասկանում են, որ դա պրիմիտիվագույն բան է, դրան ուշադրություն ցավոք սրտի չեն դարձնում, որովհետև ձեր սուտն ու կեղծիքը դուք այնքան սուտ ու կեղծիք եք գեներացրել, որ այսօր սթերի մեջ փորձում են, ասենք, ճշմարտությանը մոտիկ սուտ գտնել, դուք ամեն ինչ փչացրել եք, բայց ինձ համար գոնե պարզ է, որ դուք ուղղակի տանել չեք կարողանում հայ ազգին, Հայաստանը ու մեր հայրենիքը, դուք ստեղ գործուղվել եք ուղղակի մի գործառույթ եք իրականացնում ու դա իհարկե ես ասել եմ ու կասեմ, դուք դա փայլուն իրականացնում եք, դուք շատ լավ եք աշխատում, այդ առումով ձեզ հավասարը չկա, այնքան լավ եք աշխատում, որ ասելու չէ, եթե մեր ընդդիմությունը կարողանար ձեր չափ աշխատասիրություն ունենար, բնականաբար մենք այսօր ձեզ որպես իշխանություն չէինք ունենա ու այդ խնդիրը կլուծվեր, բայց դուք շատ աշխատասեր եք, ուղղակի այդ աշխատասիրությունը աշխատում է արժանապատիվ հայի, հայրենասեր հայի դեմ է աշխատում, մեր պետության ու մեր հայրենիքի դեմ է աշխատում, այս է մեր իրականությունը, ձեզանից սպասել ավելի ինչ-որ ուրիշ բաների, ուղղակի աբսուրդ է։ Հովիկ, պատերազմի ժամանակ 2020 թվականի բոլոր լրատվականները, քաղաքացիները բոլորը ասում են, որ մի նկարներ տարածեք,
մի հրապարակեք մեր զինվորների տեղանքը, տեղեկություն ընդհանրապես մի տրամադրեք ոչ ոքի, բայց մենք տեսանք, որ բոլորը չասեմ, որոշ մարդիկ տարածում են։ Հիմա նույնը մայիսի 28-ի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ չնկարեք զինտեխնիկան, սոցիալական ցանցերում չտարածեք, բայց մենք տեսնում ենք, որ հենց իրենք են նկարում և տարածում, նույն իրավիճակն է գալիս, այո, պատասխան կա, որ բերել եք հանրային վայր, բա ինչ պետք է անենք։ Դե սրանցից սպասել ինչ-որ կրկնվեմ անընդհատ, ինչ-որ ադեկվատ քայլ կամ հարցին ադեկվատ պատասխան ուղղակի միամտություն է, ռազմական տեխնիկան շքերթի ժամանակ ցուցադրելը ամբողջ աշխարհում դա պրակտիկա է, դա ցուցադրվում է ուղիղ եթերով ու ամեն տեխնիկայի մասին տրվում է համառոտ նկարագրություն, բնականաբար դե տեխնիկական փաստաթղթերը չի բացվում, թե ոնց է սարքված, բայց համառոտ նկարագրություն, օրինակ ասում են, այս ռակետը ունի այսքան հեռահարություն, սենց վնաս է տալիս եւ այլ եւ այլ եւ այլն։ Դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Երևանի կենտրոնից առավել եւս դա սահման չէ, դա սահմանային պաշտպանական դիրք չէ, որ ասեն մի նկարներ տեղադրեք, որ թշնամին չիմանա։ Այդ սահմանային մեր սահմանը ամբողջությամբ բաց է թշնամու առաջ, թշնամին ինձանից ու քեզանից ավելի շատ է տեսնում ու տիրապետում իրավիճակին, թշնամին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի սրտում ունի իր գործակալական ցանցը, իդեմս մեր այսօրվա գործող իշխանության, ովքեր որ 24 ժամ ոչ միայն նկարները ցույց կտան, նրանք ամեն ինչ մեր թշնամու առաջ բացել են, բաց դրված է, ուղղակի այստեղ ասում եմ, ամբողջ հարցը սրանում է, ինչի համար ռազմական շքերթ, դրա համար ես արդեն ասեցի, դուք կարաք ամեն օր, ոչ միայն ամսի 28-ին, որովհետև 28-ը դե Ադրբեջանի անկախության օրն է, то մի երկու օր առաջվանից սկսել 7 օր 7 գիշեր Ադրբեջանի գովք անել, սպիտակ դրոշակներով, չգիտեմ, արմավենու ճյուղերով, Ալիևի ու Աթաթուրքի ու Էրդողանի բեխիկներով, նկարներով, то կարելի է անգամ Ալիևի հոր արձանիկները կամ Էրդողանի կամ Աթաթուրքի արձանիկներով ինչ-որ հուշանվերներով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի սրտում կազմակերպել ադրբեջանական երեկոներ ու տեղում լավ, ասենք, կերուխում կազմակերպել, դա իրանք սիրում են։ Նու այս դեպքում երևի իրանց համախոհներին տխրեցնենք, որովհետև ադրբեջանցիք խոզի միշտ չեն սիրում, բայց դե գառի միշտ սիրում են, գառան խաշլաման պես լափի պես կարան լցնեն փողոցում, հենց գետնի վրայից էլ ուտեն իրանք իրանց վարչապետի հետ միասին, նրանք դա սիրում են։ Հիմա փորձում են, ոչ թե փորձում են, արդեն անում են, մոռացության տալով Արարատ լեռը, փոխարինելով Արագած լեռան, այդ այսպես ասած մակետը Արագած լեռան արդեն հրապարակում է։ Նրանք ամեն ինչ ջնջում են, նրանք ջնջել են մեր բոլոր այն սիմվոլները, որոնք որ դարերով մեր զինանշանների, մեր մշակույթի մասն են կազմել, այդ ամեն ինչը ջնջում են։ Արդեն զարմանալ դրանից, որ նրանք կարող է ինչ-որ մեր ինքնության հետ կապված որոշակի սիմվոլների կպնեն կամ ջնջեն կամ էս անեն, առհասարակ զարմանալ պետք չի։ Այ եթե ուրիշ բան անեն, այդտեղ կարելի է զարմանալ ու հասկանալ մոտիվացիան, թե ինչի համար սա արեցին։ Իսկ այն, որ իրանք հրաժարվում են այդ ամենից զարմանալի ոչինչ չկա։ Նրանք դա արել են ու կանեն։ Այլ հարց է, որ Հայաստանում գալիք ընտրությունների մասնակիցների թիվը, եթե հիշողությունս չի դավաճանում, 2,5 միլիոնից մի քիչ ավել է։
Եթե տեղից հանենք անճշտությունները ու մնա իրական այն թիվը, որին որ պետք է մասնակցեն, այդ մարդիկ դրանց ճնշող մեծամասնությունը, եթե հունիսի 7-ին գնան ընտրատեղամաս, սրանք այդ օրը ուղղակի կդադարեն գոյություն ունենալուց։ Իհարկե, չի բացառվում, ու ես վստահ եմ, որ նրանք ունեն պլան B այդ պարագայում, որովհետև դա անկանխատեսելի է։ Ոչ ոք երբեք միանշանակ չի կարող ասել, թե ինչ ելք կունենան ընտրությունները։ Նրանք բնականաբար անում են ամեն ինչ, որ մարդկանց ահաբեկեն, որ մարդիկ տներից դուրս չգան, որովհետև իրենք վստահ են իրենց ռեսուրսների վրա, դա իշխանական ռեսուրսներն են, որը որ որոշակի թիվ է առաջացնում ու լուրջ թիվ է կազմում իրանց ընտրողների քանակը, նրանք տերորի են ենթարկում մարդկանց, որ ընտրատեղամաս չեթան, այս դեպքում իրանց համախոհները կտան իրանց 50 ու ավելի ձայն այդ պարագայում, բայց ինչ-որ հրաշքով պետք է մեր գիտակից հայրենակիցները հունիսի 7-ին տներից դուրս գան ու գնան ընտրատեղամաս։ Այս դեպքում ես ավելի քան վստահ եմ, որ այս անշնոր կապաշնոր խմբակը միանշանակ պլանավորած կլինի հետընտրական պրոցեսներ, որովհետև նրանք միանշանակ գիտեն, որ հնարավոր է, որ փողոցային որոշակի պրոցեսներ տեղի ունենան, դրան էլ են իրանք պատրաստ, բայց ամեն դեպքում, այս ամեն ինչից խուսափելու համար, եթե այդ ընտրողների թիվը լինի այնքան շատ, որ ուղղակի ամբողջ աշխարհը, թե դիտորդներն են, թե տեսնի, որ ընտրությունը արդեն կատարվել է, ու իրանք չեն հավաքել բավարար ձայն, դժվար թե արդեն կարողանան փողոց գեներացնել ու փողոցում մարդկանց բռնաճնշումների ենթարկել։ Ուղղակի պետք է մեր հայրենակիցները այդ օրը չալարեն ու տնից դուրս գան, ընդամենը, ուրիշ բան պետք չի։ Շնորհակալություն, Հովիկ։ Ես եմ շնորհակալ։